իշխանությունում ռուսական ուժերը, որոնք ուզում են Հայաստանը դարձնել Ռուսաստանի կայսրության մաս, որոնք ուզում են Հայաստանը մտցնել միութենական պետություն, նոր սովետական միություն, Ռոբերտ Քոչարյանը դրա մասին բացահայտ է խոսացել։ Սա իր խոսքերն այլ ոչ թե իմ։ Այդպիսի ուժերին թույլ չի կարելի տալ, որ ինքը մտնի դաշտ։ Եվ իհարկե դա գալիս է առաջերտի նրանից, որ մեր բնակչությունը, որը մեծ մասը տիրապետում է ռուսերեն լեզու Հայաստանում, Հայաստանի քաղաքացիները նկատի ունեմ, ցավոք ռուսական հիբրիդային ռոպագանդայի տակ է։ Վրաստանում ամենաշատ ինչը Իվանիշվիլու ձեռքում աշխատում է, դա ռուսական հիբրիդային ռոպագանդան է, բայց վրացերեն լեզվով։ Հայաստանում ռուսերենն էլ է նույնիսկ աշխատում հայերենից բացի, որովհետև տիրապետում են ռուսերեն լեզու։ Ես կոչ եմ անում անմիջապես անցնեն արգելելու ռուսական հիբրիդային ռոպագանդայի միջոցները, ԶԼՄ-ները եւ այլն, Հայաստանին Ռուսաստանը դավաճանել է բազում անգամ, դա Ղարաբաղում էլ է տեղի ունեցել, դա Հայաստանի սուվերեն տարածքներում էլ է տեղի ունեցել, հապկի ընթացքում էլ, ուստի պետք է իհարկե ամեն ինչ արվի նրա համար, որ ռևանշը այս ուժերի ուղղակի թույլատրելի չլինի, որովհետև դա բերելու է Հայաստանի պետականազրկման։